Մենք տաղավարում ենք և շարունակում ենք մեր աշխատանքը սիրելի հեռուստադիտողներ, հոկտեմբերի 10, 11 և 12-ը հատկապես հետաքրքիր օրեր են սպասվում այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են գործունեությամբ և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում առաջատար տեխնոլոգիաների հետ կապված և այս մասշտաբային ու մեծածավալ նախաձեռնության մանրամասները մենք չէինք կարող բաց չթողնել և ձեզ չներկայացնել, այնպես որ մեծ սիրով ներկայացնենք հյուրին և առավել մանրամասն արդեն նրա հետ միասին շարունակենք մեր ընթացքը։ Մեր տաղավարում է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը։ Ողջույն, պարոն Կարապետյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք։ Սիրով։ Հոյակապ։ Լավ արտացել եք առավոտյան։ Շատ լավ։ Սուրճով եք սկսել օրը։ Սուրճը ձեր տաղավարում հյուրասիրեցին, շնորհակալություն։ Մենք շատ հյուրընկալ ենք ու բացսիրտ, այնպես որ անուշ լինի։ Սիրով։ Այս տարին հոբելյանական է, 20-րդ անգամն է, որ անցկացվում է Digitech-ը, բայց այս տարիների ընթացքում Digitech-ը կարողացել է ոչ միայն հետաքրքրել մասնագետներին, բոլոր նրանց, որոնք գործունեություն են ծավալում նորագույն տեխնոլոգիաների, առաջատար տեխնոլոգիաների ոլորտում, այլ պարզապես բոլորին։ Սա տոն է նորարարության մասին, որին մասնակից դառնում ենք բոլորս։ Ինչ է սպասվում Digitech 2025-ին։ Այս տարի Digitech արդեն նշեցիք 20-ամյակն է։ Ես կարող եմ ասել, որ երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի երազանքը այս տարի իրականություն է դառնում։ Digitech-ը դառնում է տոն նոր տարի հայության, հատկապես տեխնոլոգիական հայության համար եւ այլևս դա էքսպո չէ, այլ միջազգային մեծ միջոցառում, որը այս տարի մենք ասում ենք 3 գլխանի դև է, դասական էքսպոն, որ ամեն տարի լինում է 2005 թվականից սկսած, կոնֆերանսը, որը նոր մակարդակի է տեղափոխված եւ ֆեստիվալ, որը որ առաջի անգամ ենք անելու եւ մենք ասում ենք ամուսնացնում ենք արվեստագետներին եւ տեխնոլոգիական մարդկանց, այնպես որ այս տարի բոլորի համար դպրոցականներ, ուսանողներ, տատիկ, պապիկներ, բժիշկներ, իրավաբաններ բոլորի համար կա հետաքրքիր տեսնելու բան Digitech-ում, հետաքրքիր ժամանց, մենք ուզում ենք որ մարդիկ գան Digitech, որ չգնան։ Ու այս տարի առաջին անգամ Digitech-ը 24 ժամ է լինելու, սկսվում է ամսի 10-ին ժամը 10-ին եւ ավարտվում է ամսի 12-ին երեկոյան 11-ին։ Սա իր տեսակի մեջ կարելի ասել նույնիսկ աշխարհում նորություն է, տեխնոլոգիական համայնքը սիրում է նորություն է, ու որպեսզի այդ ամեն 3 կտորները կարողանանք պատմենք, պետք է երևի ամեն օրը առանձին գնանք, որովհետեւ սենց խճճված զուգահեռ շատ բան է կատարում։ Իսկապես տոնական 3 օր է սպասվում բոլոր նրանց, այսինքն արդեն օր ու գիշեր բոլոր նրանց, այն մարդկանց, որոնք կհետաքրքրվեն եւ կմիանան, բայց ունենք նաեւ կանխատեսումներ այս առումով, քանի որ մեծածավալ են աշխատանքները, դուք ունեք նաեւ նախորդ տարիների համեմատ բավականին լուրջ թվային կանխատեսումներ, ինչով է սա պայմանավորված։ Մի փոքր հարցի լրացում անեմ, որովհետեւ մենք նաեւ համարում ենք, որ սա ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի ամենազանգվածային միջոցառումն է, հասկանանք նաեւ ինչ ակնկալիքներ եւ սպասումներ ունենք արտասահմանից եւ արդյոք կամ բացի հատուկ հրավերներից նաեւ ակնկալիք պարզապես հետաքրքրվողների կողմից։ Իհարկե, տեսեք, այդ 3 գլխանի դևը հավաքում է տարբեր կողմերից ու տեսանելի է ամբողջ աշխարհից։ Դա հենց կոնցեպտը այդպեսինն է, մենք ասում ենք, որ հայկական տեխնոլոգիական համայնքի վրա արևը երբեք մայր չի մտնում, այդտեղից էլ 24 ժամյա գրաֆիկը եւ եթե դուք գնաք աշխարհի Սան Ֆրանցիսկոից մինչև Տոկիո, եթե նայենք բոլոր ժամային գոտիներում, այնտեղ որտեղ կան տեխնոլոգիական մարդիկ, կան տեխնոլոգիական հայեր։ Ու այս տարի իրոք այդ բոլոր կետերից ունենք հյուրեր, դելեգացիաներ, Ամերիկայի 2 կողմերից, Լոնդոնից, Փարիզից, Գերմանիայից, Արևելյան Եվրոպայից, արաբական երկրներից, Ղազախստանից, Չինաստանից, Տոկիոից, նույնիսկ Ավստրալիայից։ Եվ ընկերություններ, եւ խոսնակներ, 100-ից ավել խոսնակներ ենք ունենալու, հայտնի դեմքերից Ռև Լեպարիցյան, Nvidia-ի vice president, Դավիթյան, հայտնի EBI հիմնադիր, Ալ Եսայան, մեր էկոսիստեմում շատ հայտնի
Ալեքսանդր Եսայան մեր Team Telecom-ի հիմնադիր տեղից եւ դրսից ագին հետաքրիր Oculus հայտնի ակնոցների VR AR ակնոցների հիմնադիրներից մեկն է գալիս եւ այսպես շարունակ 100-ից ավել մարդիկ են գալիս։ Այդ ամենին գումարած ֆեստիվալի համար իրոք էլի միջազգային արտիստներ են գալիս, իհարկե նաև տեղական առաջի օրը երեկոյան համեցեք լսելու Տիգրան Համասյանին, որը աննախադեպ նոր ֆորմատ է լինելու ձայնալուսային էֆեկտներով ցուցադրվելու է, ինչպես է լայվ երաժշտությունը ստեղծվում, կենթանի երաժշտությունը ստեղծվում, նույն բեմում նվագելու է նաև տարբեր հայտնի միջազգային տարբեր ազգերից ներկայացուցիչներ, էլի 100-ից ավել արտիստներ, այստեղ լուրջ համագործակցում ենք ձայնային եւ տեսա արվեստագետների համայնք կա, որը կոչվում է Ռամբալ Կոշե, երևի որոշները կիմանաք, մենք համարում ենք, իրանք համարում ենք արվեստագիտական ժամանակակից նորարար համայնքն են, մենք էլ տեխնոլոգիական համարում ենք համայնքն ենք ու այդ ամուսնացնում ենք, այդտեղ լինելու են դուրսը ամբողջ օրը DJ-ներ վինիլներով եւ էլեկտրոնային երաժշտություն, էքսպերիմենտալ երաժշտություն, երեկոյան ժամերին live jazz, jam ենք անվանել այդ հատվածը, որտեղ նվագելու են տարբեր էլի համագործակցություններ հայկական եւ արտասահմանյան ջազ բենդերի եւ երեկոյան 6-րդ, 7-րդ հարկում ունենք տեղ, որտեղ եւ կնվագի Տիգրան Համասյան եւ 4 այլ արտիստներ 2 օր կնվագեն եւ տանիքին ունենալու ենք այլի ցուցադրություն ճարտարապետների, ֆոտոլուսանկարիչների եւ տեխնոլոգիաների եւ արվեստի մեջտեղում եւ հատման կետում բավական հետաքրքիր ցուցադրություններ։ Մի խոսքով եթե ամփոփենք, շատ կարևոր բան եք մտածել, որ մշակութային տրամադրություն օգտագործելով մարդկանց շատ ավելի անմիջական ու հաճելի տրամադրություն պարգևեք եւ այս ամենի շնորհիվ նաեւ մասնագիտական ուղղվածությամբ նախաձեռնությունը ունենա եւ հասնի իր ճիշտ նպատակակետին։ Հետաքրքիր է նման զանգվածային միջոցառման ընթացքում ամեն դեպքում նեղ ուղղվածություններով եղել են նախապես ուսումնասիրություններ եւ արդյոք կա որևէ մի գլխավոր կետ, որ այս զանգվածային միջոցառումից հետո այն կունենա զարգացում մեր Հայաստանի Հանրապետությունում եւ դրանից նաեւ բխող շատ տարբեր ուղղություններ կունենան էլի մեծ թափով քայլեր, հաջողություններ եւ հաղթանակներ։ Որ ոլորտն ենք հատկապես առաջատար տեխնոլոգիաների մեջ փորձում լրացնել եւ զարգացնել։ Կա նման ուսումնասիրություն թե ոչ։ Արհեստական բանականությունը այս բանին գիտեք շատ է խոսացվում ու մեր կոնֆերանսում հենց առաջին օրը նվիրված է ամբողջ արհեստական բանականությանը, այդտեղ քննարկվելու է ազգային նախագծերից Firebird-ը 500 միլիոնի ներդրում է արվում Հայաստանում եւ կառուցվում է աշխարհում ամենամեծերից մեկը AI գործարան են ասում նոր, հա data կենտրոններին արդեն ուրիշ ձև են անվանում դրա մասին է խոսվելու, այդ համեցեք լսելու գաղտնիքները առաջին անգամ հանրային խոսվելու է թե չվախենան արհեստական բանականությունից այսօր։ Ակամայից հարց է ծագում շատ կարևոր մի թեմայի մասին, այ քիչ առաջ դուք նշեցիք, որ տարբեր տարիքային խմբերին եւ բոլորին եք սպասում, աշակերտներ, ուսանողներ, տատիկ, պապիկներ, բախում կա հետաքրքիր երիտասարդ սերնդի եւ ավագ սերնդի միջև այս իմաստով, հատկապես տեխնոլոգիաների հատկապես արհեստական բանականության հետ նաեւ եւ հետաքրքիր է դուք արդյոք միայն ներկայացնում եք դրական կողմերը, թե տարբեր սննդի ներկայացուցիչները այս 3 օրերի ընթացքում նաև կընկալեն եւ կհասկանան, թե ինչ չի կարելի անել արհեստական բանականության միջոցով։ Որոշակի չի կարելիներ կան, թե ամեն դեպքում դուք միայն ներկայացնում եք բանականության արհեստական դրական դրսևորումներով եւ ազդեցությամբ։ Շատ տեղին էր հարցը, հիմա այդ մեծ հարցը կա, թե այս post-ChatGPT աշխարհում ոնց պետք է ապրենք, հատկապես կրթության մասով։ Մենք հրավիրել ենք հայտնի ֆիզիկոս եւ արտիստ, որ կրթական բարեփոխումներ է անում Լատինական Ամերիկայում հիմնականում մեր հյուրերից է, որ խոսելու է հենց դրա մասին, թե
post-ChatGPT աշխարհում ինչպես պետք է մարդիկ ինչ պետք է սովորեն, ինչ մասին, ինչպես պետք է կրթվեն, ու ասեմ ավելին Արմատ ճարտարագիտական աշխատանոցների թիմով կազմակերպում ենք Digitech-ի մեջ լինելու առանձին կրթական կոնֆերանս, որտեղ եւ կրթության նախարարությունից եւ բոլոր կրթական ծրագրերից ներկայացուցիչներ են լինելու, քննարկումներ է գնալու հենց այդ Եվրոպայից հրավիրված մասնագետի մասնակցությամբ հասկանալու համար ինչպես մենք պետք է տրանսֆորմացնենք մեր կրթական համակարգը, ինչ բարեփոխումներ պետք է անենք։ Շատ հարցերի պատասխաններ, մի խոսքով այդ օրը 3 օրին ստանալու։ Եթերից առաջ նաև զրուցում էինք այն մասին, որ այնքան կարևոր են այցելուները ձեզ համար, որ նույնիսկ մտածում եք, թե որ հանդիպմանը, քննարկմանը կամ որ միջոցառմանը մշակութային նրանք ներկայություն կունենան եւ ամեն ինչին դուք հետևում եք, բոլորի ներկայությունը իհարկե շատ կարևոր է, բայց նաև կան թիրախային այնպիսի օրվա ընթացքում նախագծեր, գուցե պանելային քննարկումները դրանք կլինեն կամ նույն կոնֆերանսները, որոնք ել ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնեն ոչ միայն մասնագետների մոտ։ Տեսեք, շերտավոր է, կան կոնֆերանսում կտորներ, որոնք որ հանրային են, հիմնական բեմում, եւ կան 3 տարբեր բեմեր, որտեղ որ ավելի նեղ մասնագիտական են լինելու, ծրագրավորումից մինչև մարքեթինգ, վաճառքներ, առանձին ձեռներեցության մասին առանձին workshop-ներ, աշխատարաններ կներեք, ժամանցային ծրագրեր, երեխաների համար բոլոր կրթական ծրագրերը գրեթե ներկա են, բոլորի համար լինելու են այնտեղ երեխաներին կարելի է թողել, իրենք այնտեղ խաղան, կրթվեն, զբաղվեն, փորձառություն ունենան, ռոբոտներ, դրոններ, մի խոսքով այս տարվա Digitech-ին չմասնակցելը դա մեղք է։ Ես հասկացա այս բոլորի համար։ Digitech-ը մեզ տեղափոխելու է ֆանտաստիկ ֆիլմերի մի վայր, որտեղ մենք հայտնվենք այդ նկարահանման հրապարակում, այնտեղ կան ռոբոտներ, կան շատ հետաքրքիր տեղեկություններ, որոնք կստանանք այդ ընթացքում։ 15000 քառակուսի մետր, 3-4 հարկ, գիշերը լինելու է, ոնց է լինելու 24 ժամ, դրա մասին չխոսեցինք։ Ուրեմն լինելու է գիշերային հերթափոխում։ Ցերեկը ավելի գործնական եւ ժամանցային հանգստանում ենք եւ աշխատում ենք, էքսպոյում տեսնում ենք ինչ նորարարություն կա, կոնֆերանսներին տեսնում ենք ինչ հետաքրքիր, ուրա գնում աշխարհը, ինչի մասին են խոսում։ Երեկոյան գալիս ենք ջազ եւ էքսպերիմենտալ երաժշտություն ենք վայելում, գիշերը 11-ից մինչև առավոտյան 5-6-ը լուրջ միջազգային DJ-ներ ունենք Գերմանիայից եւ տարբեր այլ երկրներից տեղական DJ-ների հետ ներքևում մոտ 3-4000 հոգու համար after party էլի ժամանցային ծրագիր եւ առավոտյան 7-ից 9 հատվածում ձորում վազում ենք, յոգա ենք անում, ժամը 10-ից նորից սկսում է, ժամը 10-ից նորից սկսում է։ Ու տենց 2 օր շարունակվում է, 3 օր, 2 գիշեր, ամբողջ օրը միջոցառումներ են, հենց որ բոլորի համար կա ինչ որ հետաքրքիր կտոր, բոլորին հրավիրում ենք, միայն գրանցվեք։ Միակ բանը որ պահանջում է դա գրանցվելը։ Digitech AM կամ digitech2025.com դրսի համար ուղղակի մտնում եք, ասում եք ես ուզում եմ գամ, շատ արագ լրացնում եք ձեր տվյալները, որպեսզի այնտեղ հերթեր չկուտակվի։ Բայց եթե ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել գրանցվել, տեղում դա հնարավոր է։ Ասեմ, որ հա, տեղում հնարավոր է, բայց մի հույսը դրեք դրա վրա, նախ բոլոր այդ ինչ որ միջոցառումները, թե կոնֆերանսում, թե ժամանցային, թե համերգներում տեղերը սահմանափակ են եւ պետք է ժամանակին գալ, մենք այդ ամբողջ օրակարգը դրված է կայքում, պետք է նայել, գրանցվել ու ժամանակին գալ, որտեվ ոչ մի բան վճարովի չի, ամեն ինչ բացա բոլորի համար, միայն պետք է ժամանակին գաք, որ այդտեղ տեղ լինի ուղակի կարողանաք մտնել։ Ամփոփելով եւս մեկ անգամ հեռուստադիտողին նշենք, որ ցանկացած տեղեկության համար digitech.am եւ հասցեն եւ ժամանակացույցը եւ ինչ է սպասում առասարակ 2 գիշեր եւ 3 օրերի ընթացքում մանրամասն կարող եք տեղեկանալ այնտեղից սիրելի հեռուստադիտողներ։ Ձեզ ասում եք շնորհակալություն, մաղթում օրվա հաճելի եւ արդյունավետ շարունակություն։ Գնացեք, զբաղվեք կազմակերպչական հարցերով, օրերը մոտենում են, ժամանակը շատ արագ է թռչում։ Մենք էլ շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, իհարկե տրամադրության համար վայելենք հիմա երաժշտական ռիթմը, րոպեներ անց կշարունակենք մեր ընթացքը, մնացեք մեզ հետ։